Միստիկ օրագիրը նոր հաղորդաշար է։ Ես Արմենն եմ Արևի ու զբաղվում եմ ընդհանրապես մինչ օրս զբաղվել եմ մարդկանց առողջությամբ հոգեկան և ֆիզիկական, հիմա զբաղվում եմ միայն սպա երջանկացնող, ուրախացնող պրակտիկաներով։ Իմ տարիների փորձը, որը սկսվել է տենց հրաշալի մանկությունից հետո դժվար պատանեկություն, երիտասարդություն, տարիներ, վերաբերմունքներ, տարբեր բաներ, դրանց հաղթահարման փորձ, այդ ճանապարհին հրաշալի մարդկանց հանդիպումներ եւ այլն, այս ամեն ինչը միստիկ եմ ասում, որովհետեւ ինքը միստիկայի ժանր է։ Ես համարում եմ, որ իմ կյանքը միստիկա է, բացատրում եմ այնտեղ ինչի համար է միստիկ եւ այն ամենը, ինչը որ գիտական շրջանակներում, չգիտեմ, դեսում դնում ստեղ այնտեղ որևէ փաստաթղթերի մեջ ամրագրված չի, հաստատված չի, այս կամ այն էքսպերտների կողմից տենց հանրահայտ չի, իսկ շատ գիտելիքներ կան, որ ապացուցված են անգամ գիտական, բայց հələ չի հասել հասարակ մահկանացուին։ Ասենց գիտելիքներ իմ կյանքի փորձից, շատ մարդկանց կյանքի փորձից, օրինակ Պարսիկ ընկեր ունեմ գործընկեր, Ֆերեյդոն Բատման Քելիջին չէր ճանաչում։ Բատման Քելիջ Ֆերեյդոնը ֆանտաստիկ անձնավորություն է, ովքեր ուզում են կարան հիմա գնան փնտրեն։ Մարդ կա, չէ, կարա չէ չճանաչի, օրինակ հայերի մեջ կարան նրանց դեմքերը լինեն, որ մենք չճանաչենք։ Հիմա մեր միջավայրում կան այդպես մարդիկ, օրինակ իմ մանկության հայաթի ընկերներից մեկը ֆանտաստիկ Վարշավի անց կտրում իր կտրելու մանիերան այդ մկրատի գործունեությունը այնքան սիրուն է, որ նայում ես իր ձեռքին ոնց է ինքը նկարում, հա, ասենք։ Վերջը, ինչ եմ ուզում ասել, միստիկ օրագիր կոչված կառուցվածքը նրանց համար է, ովքեր կյանքում գույների բազմազանությունից ոչ հոգնել են, ոչ էլ կարան հոգնեն ավելին, իրենք շատացնում են այդ գույները, ասենք Սոֆիայի տաճարի գույները շատացնում են, ասենք մեգապիքսելները, գիգապիքսելները, որ կուտակում են գույների մեջ, երանգները, որ բացում են եւ այլն, մեզ մինչ հանդիպումներ, բայց շարունակում եմ հաղորդաշարը, հրաշալի մարդկանց հետ։